Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 10-ին հանդիպել է նախարարության տարբեր ստորաբաժանումների կինծառայողների հետ, քննարկել նրանց կարիերայի առաջխաղացման հնարավորություններն ու ոլորտում առկա մարտահրավերները։ Կլոր սեղան քննարկմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիան Ացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը եւ միջազգային այլ գործընկերներ։ Արփինե Սարգսյանն ընդգծելով բազեվաչափով հանդիպումների կարևորությունը նշել է, որ դրանք թույլ են տալիս ոչ միայն քննարկել առկա խնդիրները, այլև նախանշել դրանց հաղթահարման կոնկրետ քայլեր։ Նախարարը բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների աջակցությունը, կարևորել նախարարության որդեգրած մոտեցումները կիսելու նրանց պատրաստակամությունը։ Անդրադառնալով հասարակական եւ քաղաքական կյանքում կանանց ներկայացվածության հնարավորությունների ընդլայնմանը, նախարարն ընդգծել է, որ հատկապես ներքին գործերի նախարարության համակարգում կանանց ներգրավվածությունը շարունակաբար մեծանում է, իսկ նրանց վերագրվող դերերի բովանդակությունը փոխվում։ Երբ որ մենք խոսում ենք երկու սեռերի ներկայացվածության մասին, այստեղ շատ կարևոր է ընկալել, որ համատեղ ինտելեկտի, համատեղ հմտության, համատեղ գիտելիքի առկայությունն է, որ լավ արդյունքներ է երաշխավորում։ Եվ հետևապես այստեղ շատ կարևոր է հավասար ներկայացվածության ապահովումը, հատկապես ներքին գործերի նախարարության համակարգում։ Նախարարի խոսքով յուրաքանչյուր կինծառայող իր օղակում կարևոր դերակատարում ունի եւ պետք է կարիերայի առաջխաղացման իր փորձով ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին։ Ձեր օրինակը կարևոր փոփոխությունների գրավական է։ Դուք այսօր Հայաստանում ստեղծում եք նոր իրավիճակ։ Դուք օրինակ եք բոլորի համար եւ կարծում եմ այնինչ անում եք իսկապես նշանակալի է։ Ես գիտեմ, որ հեշտ չի եղել կարծրատիպեր հաղթահարելը, բայց կարևոր է, որ դուք կարողացել եք հաջողել։ Վասիլիս Մարագոսն անդրադառնալով ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումներին, վերահաստատել է Եվրոպական միության շարունակական աջակցությունը, որը միտված է նոր արդյունքներ գրանցելուն եւ քաղաքացիներին առավել որակյալ ծառայություններ մատուցելուն։ Նա դրական է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կանանց ներգրավվածությունը, նշել հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ այլ զգայուն թեմաների շրջանակում կինծառայողների մոտեցումների դրական ազդեցությունը։ Գնալով աճում է այն ընկալումը, որ կանայք իրավապահ համակարգում հատուկ արժեք ունեն եւ կանանց ու տղամարդկանց միջև հավասարությունը միայն վիճակագրություն չէ, այն բարձրացնում է հանրության վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, համայնքների անվտանգության ապահովման հարցում առաջարկում այլընտրանքային մոտեցումներ։ Միջազգային գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ներքին գործերի նախարարության հետ շարունակելու արդյունավետ գործընկերությունը։ Քննարկմանը մտքեր են փոխանակել նաև ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների կինծառայողները, կիսվել իրենց փորձով ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ներկայացրել առաջարկներ։ Քննարկվել են նաև առաջնորդական պաշտոններում կանանց ներկայացվածության, նրանց կարողությունների շարունակական զարգացման եւ վերապատրաստումների անցկացման վերաբերյալ հարցեր։